Երևան քաղաքի դատարանի նախագահ պարոն Չիչոյանի հետ ենք Պարոն Չիչոյան, Երկրի անարդարության սովի պատճառը պարզվում է դատավորներն են, երբանից եւ ինչպես պիտի վերանայեք ձեր աշխատանքը։ Ինչու եմ այս հարցը տալի, որտեղ Նիկոլ Փաշինյանը վերջին կառավարության լրագրողների հետ հարցի պատասխանի ժամանակ ասում է բոլոր կաշառակի դատավորները բռնվելու են, եռագլուխ մաֆիայի դեր է պարկանում, հաշիվ տվեք ձեզ ինչով եք զբաղված, դիակի մոտ ասում է բռնում են, հետո այդ դատարաններում արդարանում են։ Հիմա երբանից եւ ինչպես պետք է վերանայեք ձեր աշխատանքը, որտեղ ըստ էության երկրում անարդարության եւ սովի պատճառը դուք եք դատավորում։ Նախ մեկ անգամ եւս արեցինս նման հարցերի պատասխանելու նշել է որ քաղաքացիական ղեկավարի հայտարարությունը դատավորը իրավունք չի վարչագծի կանոններով կաշկանդություններով ներկայացնելու ներկայացնում են քաղաքական հայտարարություններ գործադի իշխանության ղեկավարը բայց եւ այն ամենայնիվ նաեւ համաձայն եմ մտքերով որ ցանկացած պաշտոնյա որ լիազորի չարաշահման կամ առևույթ այլ կոռուպցիոն դեպքերի մեջ է գտնվում պետք է երկու պատասխանատվություն Պարոն Չիչոյանը ասում է դատական համակարգը կոռումպացված է համարում է դատավորների ոմանց շատ են նախկիններից մնացած կաշառակերներ ասում է փող են վերցրել Գագիկ Ծառուկյանին արդարացրել են այստեղ էլ քաղաքական հայտարարություն գնահատական է տալիս հանցանքի մասին է բարձրաձայնում Նաև որ այդ հայտարարություն դատողը քաղաքական մարմնի քաղաքական իշխանության ղեկավարը եւ բնականաբար ցանկացած հայտարարություն պետք է նախարարի դիտարկել քաղաքական գործ չէ բնականաբար այլ մեկնաբանություններ չեմ կարող տալ որովհետեւ որպես ինչ ազդակ եք ընկալում սա ասում է ձեզ հաշիվ տվեք ինչով եք զբաղված հիմա դուք ձեզ ինչ հաշիվ ոնց պետք է ձեզ հաշիվ տաք եւ որպես ազդակ չեմ ընկալում որովհետեւ կերպ ես իմ աշխատանքը նույն կերպ շարունակում եմ մինչեւ հայտարարություն կատարել հայտարարությունից հետո հիմա չեմ կարծում նաեւ որ դա ինձ է վերաբերում դատական իշխանության անկախությունը ոնց պիտի ապահովի պարոն Չիչոյանը հաշվի առնելով որ իշխանության ներկայացուցիչը արդեն տևական ժամանակ բարձրաձայնում է դատական համակարգի կոռումպացված լինելու, դատավորների վարքի հետ կապված ընդհանուր գնահատական է տալի, ասում է դիակի մոտ տեսնում ենք, դիակի մոտ կանգնած բռնում են, հասնում են դատարաններ արդարացնում են, հաշիվ տվեք ձեզ ինչով եք զբաղված։ Հիմա պարոն Չիչոյանը իրենք ոնց ձեզ պետք է հաշիվ տա, որ օրինակ Նիկոլ Փաշինյանի սրտի դատավորը դառնաք, մեթոդում եք դուք։ Դատական իշխանության առասարակ անկախության երաշխավորը ցանկացած դատավորի դատական իշխանության անկախությունը պահպանի, եթե հեղինակությունը բարձր բարի, բնականաբար նաև Ես իմ մասով կարող եմ պատասխանել, այնպես եմ աշխատում, որ այդ հեղինակությունը իշխանության անկախությունը բարձր պահեմ, մնացած իմասով դժվար է։ Պարոն Չիչոյան, նրանով, որ ըստ էության իշխանությունների բոլոր համակարգ գործերը, բոլոր շատ հայտնի գործ, օրինակ նույն Կարոլ Փաշինյանի որդու քրեական գործը, ինչպես օրինակ զինվորի մայրիկի նկատմամբ իշխանությունները պարոն Չիչոյանի անունը հրապարակած։ Այսինքն պարոն Չիչոյանը լինելով ԱԱԾ տնօրենի մտերի ընկերը, ըստ էության Երևան բավական երիտասարդ տարիքում Երևան քաղաքի դատարանի նախագահ դարձավ, ըստ էության պարոն Չիչոյանը խնդրի չի մնա, որովհետև պարոն Չիչոյանը համարվում է իշխանությունների սրտի դատան։ Չէ, ձեր մատնանշած կոնկրետ գործով նաև վճռաբեկ դատան որոշում է, խորհուրդը ծանոթանալ Դավիթ Խամասյանի պատասխանը Ռազմուշ Մարտիրոսյանի վերաբերյալ որոշում կա, որտեղ վճռաբեկ դատան շատ հստակ նշել է, որ առաջացային դատանի ակտի ավաչափ եղել, այնպես չէ միայն առաջացային դատանը նման գործով որոշում է կայացրել, նման խնդրի բացառություն։ Պարոն Չիչոյան, Նիկոլ Փաշինյանն ասում է Սամվել Կարապետյանը, Ծառուկյանը, եռագլուխ մաֆիայի ներկայացուցիչներ պետք է նստեն։ Սա ճնշում է դատական համակարգի վրա, օրինակ մակագրում է ձեզ Ռոբերտ Քոչարյանի կալանքի միջնորդությունը։ Լսելով վարչապետի այդ հայտարարությունը, ձեր գործողությունները ո՞րն է լինելու։ Նախ ես մեկ անգամ Կիմանոյանի կարծես պատասխանում եմ դարձին, որ ցանկացած երևույթից եթե դատավորը ճնշվող լինի, ցանկացած նույնիսկ ճնշման ոչ ուսուցական հանգամանքից կարող է ճնշվել, անձամբ ինձ այդ հայտարարությունները չեն ճնշում։